So for the last couple of months, the Lord has been really working inside of me. Վերջին մի քանի ամիսների ընթացքում Աստված իմ մեջ գործ է անում։ From about the time we started the 3-day fast at the beginning of the year, Մոտավորապես այն ժամանակվանից, երբ սկսեցինք տարվա սկզբից մեր ծոմապահությունը, and that process is still going on right եւ now. այդ process-ը դեռ ընթացքի մեջ է։ And I realized that there's things in my life that I'm not really living according to the Word of God. Եվ ես հասկացա, որ իմ կյանքի մեջ կան բաներ, որոնք չեն ընթանում համաձայն Աստծո խոսքի։ So when we think about what we do to please God, Երբ որ մենք մտածում ենք, թե ինչ անենք, որ Աստծուն հաճելի լինի, there's a lot of things that come to our mind. շատ բաներ կան, որ գալիս են մեր մտքին։ Reading the Bible, praying, coming Կարդալ to church. Աստվածաշունչ, գալ եկեղեցի, աղոթել, But all of that stuff doesn't really mean much if you don't have faith. բայց այդ ամենը այդքան մեծ նշանակություն չունի, եթե դու չունես հավատք։ Hebrews chapter 11 verse 6 says, Եբրայեցիս 11:6-ն ասում է. "But without faith it is impossible to please him. Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճելի լինել, For he who comes to God must believe that he is, որովհետև Աստծուն մոտեցողները պետք է հավատան, որ նա կա and that he is a rewarder of those who diligently seek him." եւ իրեն փնտրողները վարձատույց է լինում։ So what does it mean to diligently seek? Եվ ինչ է նշանակում ծարավով փնտրել And what does he reward? եւ ինչ է նա ապարգևատրում։ So faith, we can see here, is not optional, but it's the starting point of a relationship with God. Եվ մենք տեսնում ենք, որ հավատքը ընտրովի չէ, այլ դա առաջին կետն է Աստծո հետ հարաբերություն ունենալու So համար։ it's the foundation for our relationship. Դա հիմքն է Աստծո հետ հարաբերություն ունենալու համար։ Faith means to trust and not just believe. Հավատք նշանակում է վստահել, ոչ թե հավատալ։ A couple weeks ago, Pastor Armand was talking about how even the demons and the devil acknowledge that there's God and they believe in him. Pastor Armանը խոսում էր մի քանի կիրակի առաջ, որ նույնիսկ դևերն են հավատում, որ Աստված գոյություն ունի եւ վախենում են նրանից։ And we can also see that actions flow from faith. So when we have faith, there's actions that come from it. Եվ տեսնում ենք, որ եթե մենք ունենք հավատք, դա գործողություններ է պահանջում։ This goes to show later on in Hebrews shows how obedience and endurance and courage all come from because of faith. Եվ Եբրայեցիսի մեջ շարունակության մեջ տեսնում ենք, որ վստահությունը գալիս է հավատքից։ So it mentions a lot of different people who lived a life of faith. Եվ շատ բազում մարդկանց մասին է խոսում, ով ապրել են հավատքի կյանք։ Enoch, Abraham, Jacob. I want to look at a couple of different passages in the Bible about two different people who walked and knew what it was to be living a life of faith. Եվ ուզում եմ խոսել երկու մարդկանց մասին, որ կցույց տան օրինակ, թե ինչ է նշանակում ապրել հավատքի կյանք։ One of my favorite people in the Bible is King David. Ամենասիրածս մարդկանցից մեկը Աստվածաշնչի մեջ դա Դավիթ թագավորն է։ He started as probably a teenager as a shepherd. Նրա ճանապարհը սկսվեց հովիվ լինելուց, երբ որ նա պատանի էր։ But God promoted him to become a king because Եվ of his Աստված faith. բարձրացրեց նրան թագավոր լինելու իր հավատքի շնորհիվ։ And he wrote one of the Psalms that I've been reading for the last couple months and really understanding what it means. Եվ նա գրել է Սաղմոս մի, որը ես քանի ամիսներ արդեն կարդում եմ եւ մտածում դրա մասին։ So Psalms 23. Սաղմոս 23. Տերն է իմ հովիվը եւ կարիք չեմ ունենալու։ Նա կանաչ մարգագետիններում է պարկեցնում ինձ եւ հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ իր անվան համար։ Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ Դու սեղան ես պատրաստում իմ առջև, իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփլեցուն է։ Այսպես բարիքը եւ ողորմությունը կգան իմ հետևից եւ իմ կյանքի բոլոր օրերին եւ Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Ամեն։ So as a shepherd knows that his flock rely totally 100% on him. Եվ հովիվը գիտի, որ իր հոտը 100% վստահում է եւ կախված է իրենից։
And without the shepherd, the sheep would be lost. Եվ առանց հովվի գառները կկորչեն։ They would be eaten up by wild animals. Նրանց կուտեն վայրի կենդանիները։ So I also want to read another scripture, and this is about Joseph. If we know about Joseph, he started off as one of the youngest siblings, but he was one of the most favored. Եվ ուզում եմ նաև կարդանք Հովսեփի մասին, գիտենք, որ Հովսեփը ամենափոքր եղբայրներից մեկն էր, բայց ամենասիրվածներից։ And he went from being favored to being a slave. Եվ նա այդքան սիրված լինելուց հետո դարձավ ծառա, գերի, And a prisoner. գերի եւ ծառա։ But then he became a governor. Եվ հետո նա դարձավ կառավարիչ։ And this was all because of his faith. Եվ դա նրա հավատքի շնորհիվ էր։ So let's read Psalms 105, verse 16 through 24. Սաղմոս 105:16-ից 24։ Yeah. Սովի մատնեց երկիրը եւ կոտրեց հացի ամբողջ զորությունը։ Նրանցից առաջ մարդ ուղարկեց Հովսեփին, որ ծախվեց ծառայության։ Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ, մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց։ Տիրոջ խոսքը փորձեց նրան, թագավորն ուղարկեց եւ արձակեց նրան։ Նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։ Իշտան վրան նրան տեր նշանակեց եւ իշխան իր ամբողջ ունեցվածքի վրա, որ իշխաններին կապի իր կամքի համաձայն եւ ծերերին դարձնի իմաստուն։ Իսրայելը եկավ Եգիպտոս եւ Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։ Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին եւ նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։ So I think there's 5 key points that I want to look at from this scripture. Եվ 5 կետեր կան, որ ուզում ենք նայել այս խոսքից։ Okay, the first one is that faith trusts God's sovereignty in all circumstances. Առաջինն այն է, որ հավատքը վստահում է Աստծո գերիշխանությանը բոլոր հանգամանքներում։ In the psalm we just read, in verse 16 and 17, it says, "Moreover, he called for a famine in the land. He destroyed all provision of bread. He sent a man before them, Joseph, who was sold as a slave." Եվ մենք կարդացինք, թե ինչպես Աստված հացը կտրեց, սով բերեց եւ Հովսեփին էլ սարքեց գերի։ So from Joseph's point of view, there was nothing about being betrayed and sold that looked like there was God's favor in that. Եվ Հովսեփի տեսանկյունից, եթե նայենք, գերության մեջ մատնվելը այդքան էլ Աստծո կամքի նման չէ։ But being sold as a slave, in God's perspective, Joseph was being sent. Եվ բայց Աստծո տեսանկյունից, երբ որ Հովսեփը ընկավ գերության, դա ուղարկվելն էր։ Right? The psalm just said he sent a man before them. Եվ Սաղմոսի մեջ էլ ասում է, որ նա մարդ And ուղարկեց it's նրանց acknowledged that առջևից։ he was sold as a slave. He went before them as a slave. Եվ գրված է, որ գնաց որպես գերի։ And when we tie that back to Psalm 23, the psalm starts with, "The Lord is my shepherd. I have all that I need." Sorry. Եվ եթե կապենք դա Սաղմոս 23-ի հետ, Սաղմոս 23-ի սկզբում ասում է Տերն է իմ հովիվը եւ ես ոչինչի կարիք չեմ ունենա։ So why was the Lord leading Joseph into slavery if he's the shepherd? Եվ ինչու էր Աստված տանում Հովսեփին գերության, եթե ինքն էր հովիվը։ A shepherd leads his sheep places they would never choose to go on their own. Հովիվը միշտ տանում է իր գառներին տեղեր, որտեղ նրանք չեն ընտրի, չեն ուզի որ գնան։ But he leads them always for protection, provision, and purpose. Բայց նա միշտ ուղարկում է ապահովության համար եւ նպատակի համար։ This is how faith looks in this scripture. I don't understand the path, but I trust the shepherd. Այսպես է աշխատում հավատքը։ Ես չեմ հասկանում ճանապարհը, բայց ես վստահում եմ Հովվին։ So, point number 2, faith is tested in the valley and not the promise. Երկրորդ կետը հավատքը փորձվում է հովտում, ոչ թե խոստման պահին։ We'll get into the promise of Joseph in a little bit, so everything will tie together. Եվ կհասնենք մի քիչ անց Հովսեփի խոստումին։ Psalm 105, verse 18, it says, "They hurt his feet with fetters, and laid him in iron." So they shackled him up.
18 խոսքի մեջ ասում է նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ։ So Joseph's valley was being a prisoner and a slave. Եվ Հովսեփի ճանապարհը այն էր, որ լինի գերի եւ ծառա։ So he endured real suffering. Եվ նա տեսավ իրական տանջանքներ։ But his faithfulness, him being faithful didn't immediately remove those chains. Բայց նրա հավատքի պատճառով այդ կապանքները միանգամից չհանվեցին։ What it did is it kept Joseph from becoming bitter, faithless, and rebellious. Այդ շղթաները պատճառ եղան Հովսեփին մնալու հնազանդ եւ չլինելու դառը։ This is Yeah, faith Abstam. that endures when obedience costs something. This is faith that endures when obedience costs something. Սա այնպիսի հավատք է, որ արդյունք է ցույց տալիս, երբ որ հնազանդությունը արժեք է վճարում։ In Joseph's case, it was his freedom and his favor from his father. Եվ Հովսեփի դեպքում նա զոհաբերեց այդ ազատությունը եւ հոր կողմից սերը։ So when we look at it from God's perspective in Psalm 23, Եվ եթե մենք նայենք կրկին Աստծո տեսանկյունից Սաղմոս 23-ի մեջ, verse 4, 4-րդ խոսք, says, though I walk through the valley of the shadow of death, I will fear no evil, for you are with me, your rod and your staff, they comfort me. Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ And this verse doesn't say when I'm going to stay in the valley or I'm going to live in the valley. It says when I'm walking through it. Եվ այս խոսքի մեջ չի ասում, երբ որ ես կանգնեմ կամ ապրեմ այդ ճանապարհի մեջ, ասում է, երբ որ անցնեմ այդ ճանապարհով։ And when we're walking through that, God's rod and staff, when our faith is strong, his rod and his staff are what directs us through the valley. Եվ երբ որ մենք հավատարիմ ենք մեր հավատքի մեջ այդ ճանապարհում, Աստծո գավազանն ու ցուպը մեզ առաջնորդում են։ So point number 3, Երրորդ կետը, faith rests in God's presence before circumstances change. հավատքը հանգչում է Աստծո ներկայության մեջ, մինչև հանգամանքները փոխվեն։ So going back to Psalm 105:19. Եվ գնանք կրկին Սաղմոս 105:19 խոսքը։ Until the time came for his word to come to pass, the word of the Lord tested him. This is talking about Joseph. In another translation, it says, until the time came for his dreams to be fulfilled, the Lord tested his character. Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Ուրիշ թարգմանության մեջ էլ ասվում է, մինչև նրա երազանքների ժամանակն եկավ, Աստված փորձեց նրա բնավորությունը։ Yeah. So Joseph had a dream years earlier, and this is what I was talking about earlier. Եվ Հովսեփը երազ տեսիլք էր տեսել առաջ եւ սրա մասին էի խոսում սկզբից։ But time tested whether he would live his dream, he would fulfill his dream. Ժամանակը ցույց տվեց, թե նա կհասնի իր նպատակին, թե ոչ, եւ փորձեց իր բնավորությունը։ So I want to quickly read the two scriptures that talk about Joseph's dreams. Եվ ուզում եմ կարդալ երկու խոսք, որ Հովսեփի տեսիլքի երազի մասին է։ Genesis 37:6 and 7. Ծննդոց 37:6-7 Լսեք խնդրեմ իմ տեսած այս երազը։ Մենք դաշտում խրձեր էինք կապում եւ ահա իմ խուրձը բարձրացավ եւ կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը եւ երկրպագեցին իմ խրձին։ Երկրորդ երազը ծննդոց 37:9 մի ուրիշ երազ էլ տեսավ եւ այն պատմեց իր եղբայրներին ասելով. մի երազ էլ տեսա, ահա արեգակը լուսինը եւ 11 աստղեր երկրպագություն էին անում ինձ։ So Joseph pretty much, and he was one of the youngest, so he was a little kid. He came up to his older brothers, and the second dream he also told his father too. It's not in this verse, but he told his father. So he pretty much told his family that you guys are going to bow down before me. You guys are going to I'm going to rule over you. Եվ Հովսեփը ամենափոքրերից էր, բայց գնացել էր մեծ եղբայրների եւ իր հոր մոտ ու ասում էր, որ դուք խոնարհվելու եք իմ առջև։ So what did that mean for Joseph and his faith? Եվ ինչ էր դա նշանակում Հովսեփի եւ իր հավատքի համար։ So he had a promise from God that he was going to rule,
Նա Աստծուց խոստում ուներ, որ նա կառավարելու է, But faith isn't proven when the promise is spoken, it's proven in the waiting. բայց հավատքը չի հաստատվում այն ժամանակ, երբ որ ամեն ինչ կատարվում է, այլ այն հաստատվում է ընթացքի մեջ։ When he had to wait and become a slave, Այն ժամանակ, երբ որ նա պետք է սпасեր եւ դարձավ ստրուկ ծառա, and his character was tested. եւ նրա բնավորությունն էլ փորձվեց։ So, what does this mean from God's perspective? In Psalms 23, verse 2 and 3, it says, He makes me lie down in green pastures. He leads me beside the still waters. He restores my soul. He leads me in the paths of righteousness for his name's sake. Եվ ինչ է նշանակում սա Աստծո տեսանկյունից Սաղմոս 23:2-3-ի մեջ ասում է նա կանաչ մարգագետիններում է պարկեցնում ինձ եւ հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ իր անվան համար։ So, when God leads us into paths of righteousness, there are sometimes there are times we need to reflect on our pride or self-reliance. Եվ երբ որ Աստված մեզ տանում է արդարության շավիղների մեջով, մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր բնավորությանը եւ մեր հպարտությանը։ See, as a young man, Joseph was filled probably with a little bit of pride when he told his family that you're going to bow down before me. Եվ Հովսեփը փոքր էր եւ մտածում եմ ու համոզված եմ, որ մի քիչ հպարտությունով էր խոսում եղբայրների հետ, But he had a promise, բայց նա ուներ խոստում and God had to fulfill that. եւ Աստված պետք է կատարեր դա։ But in that process, he had to build his character. Բայց այդ ընթացքի մեջ նա պետք է կառուցեր իր բնավորությունը։ I think this is the part that I struggle with the most. This is kind of what led me to like this revelation that I've had in the last couple of months. Ինձ թվում է հենց սա է, որ ես խնդիր ունեմ եւ հայտնությունը այս մի քանի ամսվա մեջ սրա մասին եմ հենց ստացել։ So instead of allowing God to shepherd those things in my life, Փոխարենը որ թողնեմ, որ Աստված առաջնորդի ինձ այս ճանապարհի մեջ, I've put a lot of reliance on myself and tried to do it my own way. ես լիքը տեղ հենվել եմ ինձ վրա եւ իմ կարողության վրա։ And I came to the realization that I have a lot of places in my life where I'm completely faithless. Եվ ես հասկացել եմ, որ բնագավառներ կան իմ կյանքի մեջ, որտեղ ես հավատք չունեմ ընդհանրապես։ It was such a humbling moment for me because I stand up and I tell the youth to have faith, to be strong. You guys, in Timothy it says the young will overcome everything, but then I rely on my own ways and I put faith in myself instead of God. Եվ այդ պահը ինձ համար շատ խոնարհեցնող էր, որովհետև ես երիտասարդներին անընդհատ քարոզում քաջալերում եմ, որ հավատան եւ իրենց հույսը դնեն Աստծո վրա եւ հասկանում եմ, որ տեղեր կան իմ կյանքի մեջ, որ ես այդպես չեմ անում։ No matter how much self-reliance Joseph had, he would not be able to remove the chains. Եվ կապ չունի թե ինչքան էր Հովսեփն ինքն իր վրա վստահ այդ շղթաները նա չէր կարող անել։ His prison sentence wouldn't be cut short. Եվ այդ բանտում լինելու տևողությունն էլ չէր կրճատվել։ But God had to do something for that to happen. Բայց Աստված կարող էր մի բան անել եւ այդ ամենը կկատարվեր։ So, point 4, 4-րդ կետը։ faith waits for God's timing. Հավատքը սպասում է Աստծո ժամանակին։ Psalms 105, going back to Psalms 105, verse 20 to 22, it says, The king sent and released him. The ruler of the people let him go free. He made him lord over his house and ruler of all his possessions, to bind his princes at his pleasure and to teach his elders wisdom. Թագավորն ուղարկեց եւ արձակեց նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց իր տան վրան, նրան տեր նշանակեց եւ իշխան իր ամբողջ ունեցվածքի վրա, որ իշխաններին կապի իր կամքի համաձայն եւ ծերերին դարձնի իմաստուն։ Իսրայելը եկավ Եգիպտոս եւ Հակոբը բանդուղտ եղավ Քամի երկրում։ So Joseph, like I was saying, Joseph didn't didn't force his promotion. He didn't manipulate any outcomes, and he stayed faithful to God. Եվ ինչպես ասացի, Հովսեփը ոչ մի բան չարեց, բացի Աստծուն հավատալն ու հնազանդվելն այդ ճանապարհի մեջ։ So what we can see in this scripture is that faith rests in God's timing. Եվ մենք տեսնում ենք այստեղ, որ հավատքը
սպասում է Աստծո ժամանակին, not on human shortcuts. ոչ թե մարդկանց կարճ ճանապարհներին։ So Joseph knew he can only rely on God when rely on God. Եվ Հովսեփը գիտեր, որ նա պետք է միայն իր հավատքը դնի Աստծո վրա։ And when the refinement was complete and his character was built, Երբ որ նա իր բնավորությունն արդեն կառուցեց and his faith was tested, եւ իր հավատքը փորձվեց, God took a prisoner and a slave, Աստված վերցրեց այդ բանտարկյալին, ծառային and he made him a governor who ruled a nation. եւ նրան դարձրեց կառավարիչ։ The Bible said he was second to Pharaoh. Եվ գրված է, որ փարավոնից հետո նա էր։ So when we look at the verses I just read, it says he was the ruler gave him the authority to bind his princes. What does that mean? It means like if somebody that was a leader in that nation did something wrong, Joseph now had the authority to put that person in prison. Եվ նա ուներ իշխանություն այնքան, որ ով որ սխալվեր, կարող էր վերցնել եւ բանտարկել նրանց։ So this is God's perspective, Psalm 23:5. Եվ կրկին գնանք Աստծո տեսանկյունին, Սաղմոս 23:5։ You prepare a table before me in the presence of my enemies. Դու սեղան ես պատրաստում իմ առջև իմ թշնամիների դիմաց։ You anoint my head with oil and my cup overflows. Դու իմ գլուխն օծում ես յուղով եւ իմ բաժակը լեփլեցուն է։ So Joseph's enemies, he ruled over his enemies at this point, right? Եվ Հովսեփը արդեն կառավարում էր իր թշնամիներին, ուներ իշխանություն իր թշնամիների վրա։ So we can see that the shepherd leads us to places when we can rule over our enemies. Եվ մենք տեսնում ենք, որ Հովիվը մեզ տանում է ճանապարհով վերջնակետին, որտեղ մենք կարող ենք կառավարել մեր թշնամիներին։ And I want to say that this is not just physical enemies. Եվ ուզում եմ ասել, որ սա միայն ֆիզիկական թշնամիների մասին չի։ The Bible in Ephesians chapter 6 says that we battle not against flesh and blood, but against powers and principalities. Եվ ասվում է, որ մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ խավարի իշխանների դեմ։ So when the Lord prepares a table before us in front of our enemies, these are spiritual things too that we can defeat. Եվ երբ որ Աստված սեղան է պատրաստում մեզ համար թշնամիների դիմաց, դա ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր թշնամիներն են, որ կարող ենք իշխել նրանց վրա։ So point number 5 and the last one. Եվ վերջին 5-րդ կետը։ Faith that pleases God blesses others. 5-րդ կետը, այն հավատքը, որ հաճելի է Աստծուն, օրհնում է ուրիշներին։ So Psalms 105, 23 and 24, Daniel just read it earlier. It said, Israel also came to Egypt, and Jacob dwelt in the Ham of land. He increased his people greatly, and made them stronger than their enemies. Եվ ինչպես կարդացինք, Հովսեփը իր ժողովրդին ավելի զորավոր սարքեց եւ նրանք իշխեցին թշնամիների վրա։ So what do we see? Joseph's faith wasn't just personal. Հովսեփի հավատքը դա միայն իր անձի համար չէր։ It preserved a nation. Մեծացրեց երկիրը։ What looked like a personal tragedy became God's plan for redemption. Եվ ինչը թվում էր, որ անձնական դժբախտություն էր, դարձավ ազգի համար մեծ օրհնություն։ So our faith matters more than we realize. Եվ մեր հավատքը ավելի մեծ նշանակություն ունի, քան մենք մտածում ենք։ And our obedience affects more people than we know. Եվ մեր հնազանդությունը ազդեցություն ունի ավելի շատ մարդկանց վրա, քան մենք կարծում ենք։ So when we endure, our endurance can feed someone else's tomorrow. Եվ երբ որ մենք հաղթում ենք, մեր հաղթանակը կարող է լինել օրհնություն ուրիշի համար։ Psalms 23:6 says, Surely goodness and mercy will follow me all the days of my life. Եվ Սաղմոս 23:6-ի մեջ ասում է. Այսպես բարիքն ու ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին։ So when we allow the shepherd to lead us, Եվ երբ որ մենք թույլատրում ենք Հովին առաջնորդել մեզ, his mercy and his goodness also comes in that package. նրա բարությունն ու ողորմությունը գալիս են մեր հետ։ So I want to leave you guys with this. The Bible says
that true and unshakable faith is relying on the Good Shepherd. Աստվածաշունչն ասում է, որ իրական հավատքը հենված է լավ հովվի վրա։ And Jesus said in John chapter 10, verse 11, I am the good shepherd, and the good shepherd sacrifices his life for his sheep. Եվ Հիսուսն ասում է Հովհաննես 10:11-ի մեջ, որ ես եմ բարի հովիվը եւ բարի հովիվը զոհում է իր կյանքը իր հոտի համար։ So I will encourage you guys, this is something that I've been learning, like I said, to not let Jesus shepherd us only on Sundays. Եվ քաջալերում եմ մեզ, որ չթողնենք Հիսուսին միայն առաջնորդի մեզ կիրակի օրերը։ But when we're at work, when we're at school, when we're at home, Բայց երբ որ մենք գործի ենք, դպրոցում ենք, տանն ենք, every challenge that we face, ամեն դժվարության մեջ but we have to put our faith in Jesus. մենք պետք է մեր հավատքը դնենք Հիսուսի վրա։ Amen. Ամեն։